Ինչքան էր որ Ադրբեջանը որպես երկիր չունենա այտենց, այսպես ասած, ցանկալի վերաբերմունք միջազգային դատարանների որոշումների նկատմամբ, որը մենք կուզեինք, բայց մենք պետք է միևնույն ժամանակ հասկանանք, որ այդ վերաբերմունքը այդպես է հիմա։ Դժվար է ասենք, դժվար է ակնկալել նաև միջև այդ որոշումների կայացումը, որ վերաբերմունքը այլ կլիներ։ Ես չեմ կարծում, որ մենք պետք է այդպես նաիվ լինենք, ընկալենք, որ ասենք հենց որոշումը կայացրեց, միանգամից այտենց օրերի ընթացքում կամ ամիսների ընթացքում այտենց մի հատ հրաշքով փոխվելու էր այդ ամբողջ պատկերը եւ ամբողջությամբ կատարվել է, չէ՞, ցավոք սրտի իրականությունն է, որ այդպես ցավոք սրտի չի լինի, բայց արդյոք դա նշանակում է, որ առհասարակ իմաստ են, ոչ, կարծում եմ նաև նույնիսկ այն նմանատիպ բովանդակություն ունեցող երկրների համար միջազգային դատական process-ները ունեն հստակ ազդեցություն, իրանք վստահաբար ազդում են պետության վարքագծի վրա, վստահաբար ազդում են սահմանափակման պետության գործողության շրջանակները, վստահաբար դրանց համար ստեղծում են լրացուցիչ կապանքներ, քաղաքական առումով, ռեպուտացիոն առումով, շատ այլ առումները, որոնք կարծում կարևոր են առհասարակ երկարաժամկետ կտրվածքով։ Եվ այս առումով էլ բնականաբար նաև կարևոր է, որ ձեր հարցին պատասխանելով, որ միջազգային դատարանների կայացրած որոշումների հետամուտ լինելու process-ը անընդհատ լինի,